Հանուն Հոր և Որդու և Որդի Սրբո, ամեն։ Եվ ահա, երբ Պենտեկոստեի օրերը լրացան, նրանք միաբան, միասիրտ և միախորհուրդ են Երուսաղեմում, և ահա նրանց երևացին հրեղեն լեզուները, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա։ Ինչ Պենտեկոստեի տոնի մասին էր խոսքը։ Երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից 40 օրեր հետո 10 օր ևս անցան 50-րդ օրը Սինա լեռան վրա Աստված երևաց Մովսեսին 40 օր ծոմապահությունից հետո և օրենքներ տվեց։ Որոտում եղավ Սինա լեռան վրա, որովհետև ձայնն էր լսվում աստվածային երկնքից, հողմ էր ու մութ էր, և այդ ժամանակ տասնաբանյա պատվիրանները տրվեցին Մովսեսին քարեղեն տախտակների վրա, և այդպես 50-րդ օրը Պենտե, որ նշանակում է 5 կոստե 10, Պենտեկոստեի 50-րդ օրը իջավ Սուրբ Հոգին, ճիշտ Պենտեկոստեի տոնին։ Պատահական չէր Սուրբ Հոգու էջքը 50-րդ օրը, որտեղ Աստված իր Որդու Հիսուս Քրիստոսի միջոցով նոր օրենք հաստատեց, հին օրենքի փոխարեն։ Եթե այն ժամանակ ծուխ էր ու մրիկ, ապա այսօր փոթորիկ չէ, այլ խաղաղության մեղմ զեփյուռն է փնչում, ինչպես Եղիայի մարգարեին ասվեց, թե ոչ թե հողմի ու փոթորիկի մեջ է Աստված բնակվում, այլ մեղմ զեփյուռի մեջ։ Այդպես էլ մեղմության ու խաղաղության մեջ իջավ Սուրբ Հոգին առաքյալների վրա։ Եթե այն ժամանակ որոտում էր լինում, ապա այսօր լեզուների բարբառն է հնչում, ոչ թե սարսափում են մարդիկ, ինչպես սարսափեցին այդ օրը և խնդրեցին Մովսեսին, որ Աստված չխոսի, որպեսզի չմեռնեն, այլ Մովսեսը խոսի, այլ այսօր չեն սարսափում, այլ քաղցրաբարբար լեզուների խոսքերն են լսում և ուրախանում են ու փառք են տալիս Տիրոջ։ Եթե այն ժամանակ Մովսեսը քարեղեն տախտակներ ստացավ, որոնց վրա գրված էին 10 պատվիրանները, ապա այսօր առաքյալների սրտի մարմնեղեն տախտակի վրա գրվեցին սիրո շնորհի նոր օրենքները, որովհետև գիրը, որ տրվեց Մովսեսին քարեղեն տախտակների վրա, սպանում է, բայց շնորհը, որ տրվեց առաքյալներին, Սուրբ Հոգու միջոցով կենդանացնում է։ Եթե այն ժամանակ Մովսես մարգարեի դեմքը լուսավորվեց, ապա այսօր առաքյալների միտքը, հոգին, սիրտը, մարմինը զորացավ, հրեղեն լուսաղեն դարձավ, ոչ միայն նրանց դեմքը լուսավորվեց։ Եթե օրենքը, որ տրվեց Մովսեսին Սինա լեռան վրա էր, և իսրայելացիները դեռևս չէին հասել իրենց հայրենիքը ավետյաց երկիր, այլ պանդուխտ էին անապատում, ապա այսօր նոր օրենքը տրվեց Սիոն լեռան վրա, երբ իսրայելացիները արդեն իրենց բուն հայրենիքում էին Դավթի քաղաքում Երուսաղեմում, որտեղ Սիոն լեռը գտնվում է Երուսաղեմում։ Ինչը խորհրդանշում էր, որ հին օրենքը ծառայական օրենք է, ստրկական օրենք էր, ստվերական օրենք էր, իսկ նոր օրենքը ազատության, որդիության ու որդեգրության օրենք է, որ Աստված տվեց առաքյալներին և նրանք էլ զորացան Սուրբ Հոգով ու լցվեցին ու սկսեցին քարոզել աստվածային ճշմարտությունները։ 7 օրեր ենք մենք տոնում Սուրբ Հոգու տոնը, որտեղ մինչև Սուրբ Հոգու գալուստը 7 շաբաթներ անցան,
Քրիստոսի հարությունից հետո։ 7-ը աստվածային թիվ է, որ կուսություն ու սրբություն է խորհրդանշում, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Նարեկացին։ 7 ծիածանի գույներն են, 7 Սուրբ Հոգու շնորհներն են, որ իջան առաքյալների վրա, որտեղ ինչպես լույսը մեկ է, բայց 7 ճառագայթներով, 7 գույներով է բացվում, այդպես էլ մեկ է Սուրբ Հոգու շնորհը, որ աստվածային ակունքից է բխում, Հոր Աստծուց է բխում, բայց 7 շնորհներով է զարդարվում ու բաշխվում հավատացյալներին։ Եվ Սուրբ Հոգու միջոցով է եկեղեցու 7 խորհուրդները կատարվում. մկրտություն, դրոշ, ապաշխարություն, հաղորդություն, քահանայական ձեռնադրություն, պսակ, վերջինոցում, այս բոլոր շնորհներն էլ Սուրբ Հոգու շնորհներն են, որ աստվածային ակունքից բխելով պարգևում են մարդկային ազգին։ Այսպիսին էր Սուրբ Հոգու էջքը առաքյալների վրա Պենտեկոստեի օրը, 50-րդ օրը, որովհետև 50-րդ թիվը հոբելյանական թիվ էր։ Հնում 50-րդ տարին ազատագրվում էին ծառաները իրենց ծառայությունից։ Պանդուխտները ետ էին գալ իրենց տունը։ Գրավ դրված հողերը վերադարձվում էին։ Գերիները արձակվում էին։ Եվ այդպես էլ այսօր 50-րդ Պենտեկոստեի օրը, որ հոբելյանական տոն է, մենք, որ դրախտից վտարվել էինք, պանդուխտ ենք այս երկրում, կրկին մտանք դրախտ, որովհետև երբ Ադամին ու Եվային վտարեցին դրախտից հրեշտակները, բոցեղեն սրով փակեցին դրախտի ճանապարհը, որպեսզի այլևս չմտնեն։ Այսօր նույն այդ բոցեղեն սուրը հրեղեն լեզուների տեսքով իջավ եւ բացեց ճանապարհը դրախտի։ Մենք էլ որ վտարվել ենք դրախտից, նորից բացվում է մեզ առջև դուռը եւ մենք էլ մտնում ենք դրախտ։ Եթե մենք ծառայենք սատանային ու մեղքին, ապա Քրիստոսի փրկagorցությամբ ազատագրվեցինք եւ Աստծո ծառա դարձանք, որդի դարձանք Աստծո, եղբայր դարձանք Քրիստոսի։ Որովհետև եթե մենք ցավերի ու վշտերի ու նեղությունների մեջ ենք, այսօր աստվածային ուրախությամբ ու երանությամբ ու երջանկությամբ լցվեցին։ Ահա այս է հոբելյանական 50-րդ օրը Սուրբ Հոգու Պենտեկոստեի, որով հիվանդներին բժշկություն պարգևեց, ախտաժետներին փառատուն պարգևեց, մեղքերին թողություն, դժոխքին ավերում, երկնքի արքայության դռների բացումը եղավ Սուրբ Հոգու գալստությամբ։ Ուրեմն օրհնյալ, փառավորյալ եւ գովյալ է Սուրբ Հոգին, որ այսօր իջավ առաքյալների վրա։ Ամեն։